Մեր փրկին Տեր Հիսուսի անով գբարևեմ ցեզ, սիրելի եւ թանկագին եղբայրներ քույրեր, Աստծո սրտանց փառք ունենք, որ Տերը մեր կյանքերը բահեց մինչև այս բահուս եւ հիմա ժամանակն է Աստծո խոսքի վրա գետրոնանալու։ Ցեզի հետ երկու ուրփաթներ առաջին Կորինթացոց 14-րդ գլուխին սերտողության սկսելը առաջ պատմական ակնարկ մնեցինք։ Կորինթոսի եկեղեցի մեջ դիրող դխուր վիճակին առնչությամբ զոր ոմանք ստեղծած էին։ Այդ դխուր պատկերը այն էր, որ ոմանք ինչ որ գնային հեթանոսական գրադուներու մեջ նույնը սկսան անել եկեղեցի մեջ։ Իրենց անձերեն դուրս գելեին եւ անհասկանալի լեզուներ գխոսեին, նաեւ Հիսուսը գնզովեին։ Արաքյալը գստիպվի օրինակներով բացատրել, որպես անոնք այդ երևույթը թատրեցնեն եկեղեցի մեջ։ Ան գարկմը խոսքերով գարդահայտվի անոնց մագարտագին իջնելով, որպեսզի զանոնք սիրաշահեր ու ոչ թե այդ խոսքերը որպես վարդապետություն գուսուցանե։ Զոր օրինակ գուզեմ որ բոլորդ լեզուներ խոսիկ։ Այսօր մասին պիտի անդրադառնանք հոս անոնց մագարտագին գիչնե որպեսզի զանոնք սիրաշահի եւ ոչ թե օդար լեզուներ, օդար բառը գործած, հապա լեզուներ գսե։ Այս ուղղությամբ պիտի խոսենք։ Ուրեմն այսօր պիտի շարունակենք մեր պատմականը գդարել եւ հավելվածական ճշմարտություններ ցեզի ներկայացնել։ Առաջ որ 14-րդ գլուխին սերտողության սկսիլը եւ պիտի չանամ վերջացնել դերոջը շնորհքով։ Ինչպես ասած էինք Քրիստոսի առաջ ուրեմն խոսեցանք, որ Կորինթոսի մեջ այնպեսի երևույթներ դեղի գունենային եւ գարկմը հավատացյալներ առաքյալի նամակ գրեցին եւ իրենց քանքադը ներկայացուցին եւ առաքյալը այս նամակը գրե առաջին Կորինթացոց նամակը եւ ասած ենք որ պաշտամունքի ընթացքին դեղի ունեցող երևույթներու մասին որոնց մեկնալ անհասկանալի լեզուներ խոսիլներ պատմապաններ գրադուներու մեջ դեղի ունեցող պաշտամունքներու մասին գխոսին եւ ցավալի երևույթը այն է որ փեմերու վրա քարոզիչներու մեծամասնությունը դեղյակ չեն ազգած պատմութենեն անոր համար առաքյալին գարկմը խոսքերը սխալ հասկանալով վարդապետություն գշինեն ինչպես ասինք երկու ուրփաթներ խոսեցանք ինչպես Քելսիոս պատմապանը Յոսիֆոս պատմապանը Բղադոն փիլիսոփան որ Քրիստոսի առաջ ապրած էր Հունաստանի հեթանոսներու մասին շատ քրություններ գրած է մանավանդ Կորինթոսի եւ Դելֆուզի մեջ գդարված պաշտամունքներուն առնչությամբ Եկեղեցվո պատմութենեն գիմանանք որ երկու անգամ ժողով գումարվեցավ այս շարժումները դադարեցնելու համար առաջինը 235 թվականին երկրորդը 381-ին Կոստանդնու բոլսո մեջ նույն աղբյուրներեն պատմական աղբյուրներեն գտեղեկանանք որ 18-րդ դարու վերջավորության շարժումը հայտնվեցավ կամ Երևան եկավ որուն առաջնորդը Անկլիո երիցական եկեղեցվոմը առաջնորդներ Էնֆիլ անունով այս մարդը օրմը քարոզած ադեն ըսավ Տեր Հիսուս որում փառքլա իր մեջ մեղքի փնություն ուներ եւ հանգարց դարօրինակ շարժումներով անհասկանալի լեզուներ խոսելու սկսավ այդ շարժումն չեզոքացավ եւ անոր անդամները սիրուցան եղան 1906-ին Բենտեգոստյան անունով շարժումը Երևան եկավ Միացյալ Նահանգներու Լոս Անջելոս քաղաքի մեջ որպես թե
արաքելական շրջանի մեջ ծնած եկեղեցին վերստին ծնած է։ Այսօր անդամները գոհոլովեին, թե դարձյալ Պենտեկոստեի օրերը գաբրեին, որովհետև ինչ որ գբադահեր իրենց մեջ վերջին օրերուն նշաններն էին գսեին։ Վերոյշյալ թվականեն աստին այս շարժումը իր բազմատեսակ անուններով դարածվելու սկսավ, ներմուծելով իր ծայրահեղ ուսուցումը մինչև իսկ ավանդական եկեղեցիներեն ներս։ Ասոնց հետևյալ երկու գլխավոր սխալ ըմբռնումները պատճառ դարձան ուրիշ սխալներու, որոնց վրա հիմնվելով վարդապետություն շինեցին ու ծայրահեղ գաղափարներու դեր դարձան։ Առաջինը, ասոնք չուզեցին հասկանալ ու զանազանել հին գդագարանի վերջին օրերը նոր գդագարանի վերջին օրերեն։ Իսկ երկրորդը Քորձ առաքելոցի մեջ գդարված եղելությունները եւ անոնց առնչագից խոսքերը բադվերներու վերածեցին ու շեշտեցին այդ դեպքերուն գրգնումը, որոնք անպայման նորեն գդարվին։ Պողոս առաքյալ ինչ որ գխոսի գորընթացիներուն որևէ գապ չունի Պենտեկոստեի օրը գդարված դեպքերուն հետ։ Առաքյալը երբ այս նյութը գշոշափե, երբեք նյութ չներ այդ դեպքերը Պենտեկոստեի օրվա դեպքերը, ոչալ գգցե իր շոշափած նյութին, որովհետև առաքյալը քաչ գիտեր Կորինթոսի եկեղեցի մեջ ստեղծված վիճակը։ Ոմանք ինչպես որ գնային գրադուներու մեջ Պաշտամունքի ընթացքին թիվային աստեցության տակ իրենց անձերեն դուրս ելնելով անհասկանալի լեզուներ գխոսեին, նույնը սկսան ընելու։ Առաքյալը զգուշացուց Կորինթացիները, որ իրենց մեջ այնպեսիներ կան, որոնք սատանայական խոսքեր ու հայհոյանքներ գսեն, եւ բահանջեց անոնցմե, որ հոգիները զանազանեն, եւ գսե. մեկը չլար, որ Աստուծո հոգիով խոսի ու Հիսուսը նզովյալ գոչե, այս հոգին չար ոգի է։ Աստուծո խոսքը հին գդագարանի վերջին օրերու մեջ եկեղեցին վիճակը կնկարագրե, եւ այդ ուղղությամբ եղած մարգարեություններն ալ գդարվեցան, ինչպես Պետրոս առաքյալ մեջբերում կգադարե Քորձ առաքելոց երկրորդ գլուխի մեջ, գսե այնինչ որ հիմա կգադարվի հոբել մարգարեին միջոցով ըսված, ուրեմն եւ պիտի ըլլա որ վերջին օրերը ծեր զավակները, դղակները, երդասարտները եւ երազներ պիտի տեսես, հոն եւ պիտի ըլլա որ վերջին օրերը գսե, որ վերջին օրերը հին գդագարանի վերջին օրերը, եւ Պետրոս առաքյալ գսե այնինչ որ հոբել գսե հիմա կգադարվի, այն կտեսնեք հիմա։ Աստուծո խոսքը հին գդագարանի վերջին օրերուն առնչությամբ հստակ է, նաև նոր գդագարանի վերջին օրերու մեջ եկեղեցին վիճակը նկարագրված է եւ այդ ուղղությամբ ըսված մարգարեություններն ալ մեծավ մասամբ կատարված են ու մնացյալներն ալ անպայման պիտի կատարվին։ Ցեզի մի քանի համարներ պիտի գարտամ, ուրեմն որոնք ցույց կտան ապացույցեր են նոր գդագարանի վերջին օրերուն։ Առաջինը հավատուրացության շատնալը, Ղուկաս 18:8-ի մեջ կգարտանք, հոնդեղ Հիսուս գսե, բայց որդի մարդո երբ կա, արդյոք հավատք պիտի գտնե երկրի վրա, որոնք իրենց հավատքը գուրանան, անաբաշխարները, անոնք Աստուծո հետ կապ չունին, վերստին ծնունդ չունեցողները, երբեք հավատքը ուրացողը մեկն է, որ նախապես կհավատար եւ հիմա գուրանա, հավատուրած, զանոնք հավատուրած կգոչենք։ Երկրորդը ճշմարտությունը քարոզողներուն նվազումն է։ Երկրորդ Տիմոթեոս
4-րդ գլուխի մեջ կգարտանք 3-4 գսե Բասնզի ժամանակ պիտի կա որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն հաբա իրենց լսելիքին երկովը իրենց ցանկություններուն համեմատ վարդապետներ պիտի թիզեն ու ճշմարտութենեն ագանչներդին պիտի կոծեն կամ դարձնեն ու արասպելներու յետևե պիտի բոլորին դարձյալ Նոյի եւ Սոդոմ Գոմորի օրերու մեջ ապրող մարդոց մտայնությունը ասիգա նշան է վերջին օրերու մեջ գգարտանք Մատթեոս 24-րդ գլուխի մեջ նաեւ 2 Տիմոթեոս 3-ի մեջ գսե եւ զայս գիծիր որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան որ վերջին օրերը նոր գդագարանի վերջին օրերը եւ ցանկը երկար է վերջավորության գսե որոնք աստվածպաշտության գերբարանքը ունին բայց անոր զորությունը ուրացած են ասոնք անաբաշխար մարդոց խոսքերը անոնց համար չէ անաբաշխարներուն համար չէ անաբաշխար մարդը աստուծո զորությունը ոչ տեսած է ոչ ալ համը արած է ան որ աստուծո զորությունը ջաշագած է ան գրնա ուրանալ ուրացած բառ հունարեն բնակիրի մեջ հստակ է հայերենի մեջ ալ հստակ է ուրանալ կնշանակե փամը ես որուն այդ կորձ ունեի հիմա կորձ չեմ ունենար ուրեմն այս է նոր գդագարանի վերջին օրերու մեջ եկեղեցին վիճակը այս բաներ հայտնության քիրքի մեջ ալ կգարտանք 3-րդ գլուխին 15-ին 17 համարներու մեջ գսե գիտեմ քու կորձերդ Լավոդիկեի մեջ եղած եկեղեցին կնկարագրե որ վերջին օրերու մեջ այդ վիճակը պիտի ստանա նոր գդագարանի վերջին օրերը գսե գիտեմ քու կորձերդ ոչ բաղես ու ոչ տակ երանի թե բաղը լայր գամտակ ուստի թուն որ քարչ ես ու ոչ տակ ու ոչ ալ բաղ քեզ բերնես դուրս փսխելու վրա եմ Բասնզի գսես ես հարուստ եմ ու մեծա եւ փանիմը գարոտ չեմ ու չես գիտեր որ դու խեղճ գույր դժվարական աղքատ գույր ու մերկ ես ուրեմն այս է վերջին օրերու նոր գդագարանի վերջին օրերու քրիստոնյաներուն վիճակը այնպես որ եթե մեկը շուրջը մի քանի հոգիներ հավաքեր է Ալելույա Փարք Հիսուսի ըսելով փեմերու վրա գորորվին իրենք զիրենք կմխիթարեն որպես թե վերջին օրերու եկեղեցին գբատկանին եւ Աստված օրհնած է զիրենք եւ գփարավորի եւ ասոնք ամեն սուտ մխիթարությունները լավ է ըսելիք չի գա դերը բաշտել չերմերոքյա բայց ընդհանուր եկեղեցվո վիճակը այս է ինչ որ Աստուծո խոսքը կնկարագրե այնպես որ ասկայնով բավարարվինք Նոյի եւ Սոդոմ Գոմորի օրերու մեջ ապրող մարդոց մտայնության ագանադեսներն ենք մենք եւ այս բաները հիշելս անհրաժեշտ սեբեցի որբեսի քիտնակ անհասկանալի լեզուներու ցակումը եւ արմատները այնպես որ քալ ուրփատ պիտի վերջացնեմ բատմագանը գարկմը հավելվածական ճշմարտություններալ ցեզի ներկայացնելով Աստծո փառք ուտանք որ շատեր գարտնան անոնց միտքերը գլուսավորվին որովհետև այնքան դքիդություն կա աստվածային ճշմարտություններու նկատմամբ մարդիկ դեղը հասած են քրիստոնյաներ որոնք գբավարարվին եկեղեցի երթալ չեր ճշտամունքի մեջ շինցու պատմություններ լսել եւ երկել նվագարաններով եւ այս բոլորը Սուրբ Հոգվույն ներկործության վերակրել անոնք գսեն մենք գզգանք Սուրբ Հոգի ներկայությունը բայց ադիգա ովևէ գապ չունի ճշմարտության հետ զգալ չէ հաբա ճշմարտությունը հասկանալ ճանչնալ եւ մեր հավատքը ճշմարտության վրա շինել է Բաշտամունքի ընթացքին լավ ըսկացումներ եւ չեր մտնոլորտը երբեք ապացույցներ չեն Սուրբ Հոգիի ներկործությամբ ոչ քրիստոնյա գրողներու
պատկանողներն ալ իրենց պաշտամունքի ընթացքին շատ լավ գսկան, շատ լավ հոգեգան հակեցում կստանան, սակայն ճշմարտութեն են հերու են։ Թող Աստված ձեզ բոլորդ իր շնորհքի մեջ բահե եւ աճեցնե ձեր հավատքը Աստուծո խոսքին, անսխալական խոսքին, արաքելական ողջամիտ վարդապետության վրա, որբեսի ձեր կյանքը բտղաբեր դառնա, իր նպատակին ծառայե եւ երրորդությունը փառավորվի։ Իր փառքին համար ամեն։